Ողջունում եմ այս ավարտական խոսքով ուզում եմ փակել իմ կյանքի գրքի այս էջը եկանք ավարտին վերջի էջը բայց սա ավարտ չէ երբ որ ինչ որ մի բան ավարտվում է սկսում է նորը երբ որ մի փառք ավարտվում է բացվում է էլ մի ավել փառք եւ այսպիսով մենք քայլում ենք փառքից փառք մեկ տիրույթից մտնում ենք էլ ավելի մեծ տիրույթ այսպիսով այս վիդեոյում ես ուզում եմ ամփոփել այն 3 փառահեղ տարին որը որ տեղի ունեցավ իմ կյանքում որը որ նախատեսված էր ամբողջովին Աստծո կողմից իր փառահեղ ձեռքով գրված նա սկսեց ուրեմն օգոստոսի 28-ին 2021 թվին եւ նա ավարտվեց օգոստոսի 28-ին եւ ունեմ այս իմ ձեռք այսպիսի սիրուն շատ գեղեցիկ ես իրանց պահպանել եմ ուրեմն այս տոմսերը որոնք որ հայտնի Սան Մարկո բազիլիկան գտնվում է ուրեմն Իտալիայում Վենեցիայում ամսի 28-ին օգոստոսի 28-ին Աստված ինձ հայտնեց որ այս 3 տարին նախատեսված էր ուղիղ Աստծո ժամանակի մեջ այս նկատի ունեմ երկրի տիրույթի ժամանակի մեջ ուղիղ 3 տարի նա սկսեց երբ որ ես գնացի Հայաստան անսպասելիորեն օգոստոսի 28-ին ես որոշում կայացրեցի քայլել Աստծո հետևից ամբողջովին նվիրվելով իրան այդ ճանապարհը սկսեց օգոստոսի 28-ին 2021 թվին եւ նա ավարտվեց օգոստոսի 28-ին 2024 թվին ուղիղ 3 տարի ինչպես որ նա որոշված էր ես այս ամենը սիրով պահպանել եմ Եվ այս վերջաբանի խոսքով ավարտում ենք այս փառահեղ գիրքը, որը Աստված գրել էր, ես այն նյութականացրեցի, հիմա սիրով կարդում եմ ձեր համար, ես մի քիչ սառել եմ, մի քիչ դողում եմ, ինձ կներեք, բայց ես այս ամենը անում եմ սիրով։ Ուրեմն, այս մտքերով ուզում եմ ավարտեմ իմ վկայությունը եւ սիրով փոխանցել ձեզ իմ գանձերը որպեսզի դուք այն ընդունեք եւ կիրառեք ձեր կյանքում։ Միաժամանակ լինեք տեղեկացված սխալ եւ ճակատագրական քայլերից եւ բացասական հետևանքներից խուսափելու համար։ Ուզում եմ ցիտել Հիսուսի այս խոսքերը, որոնք կենթանացան իմ կյանքում։ Մատթեոսի 16:24։ Հիսուս ասում է. Եթե մեկը կամենում է իմ հետևից Այսինքն իմ հետքերով, լսելով իմ ձայնը գնալ, թող ուրանա ինքն իրեն։ Ինչ է նշանակում ուրանալ ինքը իրեն։ Ուրանալ ինքն իրեն նշանակում է, այսինքն արմատախիլ անել, այն սխալ մտածելակերպը, որ ձևավորվել է տարիների ընթացքում, որ կա, այսինքն ոչ աստվածային մտածելակերպը, ոչ թե իր անձի հետ ինչ-որ մի բան անել, այլ սխալ մտածելակերպի։ Ու ինձ, ինչպես որ նախորոշված էր Աստծո կողմից, 3 տարի պետք է տրամադրված էր այդ 3 տարին, ինչ որ ես վկայում եմ, 3 տարի ես դրա միջով եմ անցել։ Այսինքն դա չի եղել միայն մտքի նորոգության ճանապարհը, ես միաժամանակ անցել եմ շատ բազմաշերտ տիրույթների միջև, բայց գլխավոր նպատակը նա էր Աստծո կողմից, որ ես հայտնաբերեի իմ աստվածային մտածելակերպը, ինչը որ ես արեցի։ Իմ անձը ուրանալով, այսինքն սխալ մտածելակերպը բաց թողելով, այն ամենը ինչ որ ինձ որ անհրաժեշտ չէ, ես սիրով հրաժարվել եմ։ Եվ սա էլ Աստված է ասում, որ եթե դու ուզում ես ինձպես իմ հետևից քայլել, ապա անձդ ուրացիր, այսինքն թող այդ սխալ մտածելակերպը, որ քո մտքի մեջ կա։ Ուրեմն, թող ուրանա ինքն իրեն, ինչ է նշանակում։ Հրաժարվել
ինքն իրենից, այսինքն սեփական սխալ մտածելակերպից, սեփական ձևավորված ոչ աստվածային մտածելակերպից։ Ուրանալը բացում է քեզ իրական քո ով լինելը, այսինքն աստվածային ամբողջությունը, որը հանդիսանում է որպես դուռ մուտք անել Աստծո արքայության մեջ, ուշադրություն դարձրեք, որի հետևանքով նյութականանում է հոգևոր օրենսդրությունը։ Այսպիսով գիտակցում ես եւ տեսանելի է դառնում, որ մենք հոր մեջ ենք եւ հայրը մեր մեջ է։ Այս ամենի մասին ես հետագա բոլոր իմ վիդեոների մեջ ավելի մանրամասն, ավելի խորը ես կփոխանցեմ։ Ես վկայում եմ միայն այն, ինչի միջով ինքս եմ անցել, ինչս ես իմ մաշկի վրա, այսպես ասած, զգացել եմ, ինչպես որ Հիսուսը։ Նա ինքը անցավ այդ ճանապարհը, որպեսզի տեսանելի լինի մեզ, որ ինքներս էլ կարող ենք անցնել։ Անցնելով այդ տիրույթներով, ես ոչ միայն ստանում եի նոր հայտնություններ, այլ ես վերապրում եի կենդանի Աստվածաշունչը բոլոր մակարդակների վրա, հոգուս, մարմնի եւ շնչի։ Աստվածաշունչը ուղղակիորեն ինձ համար կենդանանում էր ու դառնում էր ավելի քան խոսք։ Ափսոսում եմ, որ այդ ժամանակ չեմ ձայնագրել իմ շատ վերապրումներ, քանի որ նրանք երանելի էին։ Բայց այդ ընթացքը այնքան լարված, արագ էր անցնում ամեն օր, տարբեր տեսակի եւ մակարդակների իրադարձություններով, որ ես ուղղակի չէի հասցնում գրանցել այդ ամենը հոգու ալիքի մեջ։ Բայց ժամանակ առ ժամանակ ինձ հոգին հիշեցնում է ու ես վայելում եմ այդ ամենը։ Ոչինչ չի կորում, այն ամենը ինձ մեջ է եւ հավիտյան է ինձ հետ։ Հոգով վերապրել եմ փոխանցում, թե ինչպես հին ուխտը իմ միջոցով ներթափանցեց, այսինքն իմ ոչ աստվածային մտածելակերպը դուրս եկավ, անցավ ու ես այս ամենը վերապրեցի։ Իսկ գիտակցությունը, Հիսուսի միտքը, իմ Հիսուսի միտքը, նորոգված միտքը ընդունեց ու սկսեց հարմարվել նոր ուխտին, նոր ու ճշմարիտ կյանքին, կենդանի աստվածային կյանքին։ Վաու! Բոլոր հայտնությունները ու վերապրումները պահանջում են մոտավոր 1-ից 2 ամիս, որպեսզի այդ ամենը իմ գիտակցության հետ մեկանային։ Ինձ համար խենթանալի էր այն փաստը, երբ 3 տարին անցնելով ես հայտնաբերեցի, որ այս ամենը ամբողջովին նախատեսված աստվածային ծրագիր էր, որը իրականացավ։ Գանձերից մեկը նա է, որ այն զավակները, որոնք չեն նորոգում իրենց ոչ աստվածային միտքը, այսինքն չեն մաքրվում ոչ աստվածային բնավորության գծերից եւ սրտի մեջի փշերից, ապա դառնում են թափանցիկ եւ տեսանելի դիվային աշխարհի համար։ Ինչու՞։ Որովհետեւ ի տարբերություն Աստծո զավակներին, դիվային աշխարհը ունի գիտություն հոգևոր օրենսդրության մասին։ Դիվային աշխարհը համաձայն իր իշխանության աստիճանի տեսնում են եւ ազդում են Աստծո զավակների վրա ըստ իր թույլ եւ բաց տեղերի, որոնք են չնորոգված միտքը եւ սրտի միջի փշերը։ Այսպիսով, աստվածային մտածելակերպի բացահայտության հետևանքով Աստծո զավակը չի կարող լիովին տեսնել, բացակայության հետևանքով Աստծո զավակը չի կարող լիովին տեսնի հոգևոր դաշտը, ուշադրություն, եւ չի կարողանում հստակ զանազանել Աստծո ձայնը, քանի որ ինքը կույրացած է Հեզաբելի ոգու ազդեցության տակ սեփական կամքով։ Վերջնահաշիվ չնորոգված միտքը արգելք է հանդիսանում հոգևոր դաշտին։ Դևերը ասում են. ճանաչում ենք Հիսուսին եւ ճանաչում ենք Պողոսին, իսկ դուք ով եք։ Այսպիսով, Աստծո խոսքը ցույց է տալիս եւ ապացուցում է, որ դիվային աշխարհը տեսնում է Աստծո զավակների նորոգված մտքի մակարդակը եւ իրանք հոգու դաշտը շատ պարզ տեսնում են ի տարբերություն Աստծո զավակների։ Եվս մեկ գանձ, թե ինչ է անդրանիկությունը։
Մտքի նորոգության հետևանքով լսելով Աստծո ձայնը, սովորելով կարդալ քո կյանքի գիրքը, քեզ բացվում է ու դու հայտնաբերում ես քո անդրանիկությունը։ Համաձայն հոգևոր օրենսդրության, այն ամենը, ինչ Աստված նախորոշել էր քո կյանքի գրքին համաձայն, այդ ամենը իրականանում է ձեր կյանքում։ Ինչպես են զրկվում Աստծո զավակները անդրանիկությունից, ուղղակի չկիրառելով այս բոլոր քայլերը։ Աստվածային միտքը բացվում է մեզ սիրով, լսելով եւ հնազանդվելով Սուրբ Հոգուն, որոնք են մտքի նորոգության տանող քայլերը։ Նրանք 6-ն են, որ ես գրել եմ ձեր համար։ Առաջինը՝ որոշում կայացնել ամբողջովին ապրել Աստծո հետ, ինչը որ ես արեցի։ Օգոստոսի 28-ի 2021 թվին մինչ օգոստոսի 28 2024 թվա ես մեկ որոշում կայացրեցի դեռ 3 տարի առաջ։ Պահեցի որոշումս եւ տեսա պսակը, հակը այդ պսակը, որ Աստված ինձ շատ անգամ ասել էր։ Այսպիսով, որոշում կայացնել ամբողջովին ապրել Աստծո հետ, հաղորդակցվել 24 ժամ, ապրել եւ շնչել իրենով, հոգին սնել Աստծո խոսքով, ինչը որ ես արել եմ։ Երկրորդը՝ սիրով տրամադրել Աստծուն մինիմում 1 ժամ օրվա մեջ հաղորդակցվել լեզուների աղոթքի միջոցով եւ փառաբանություն։ Երրորդը՝ ամբողջովին բաց թողնել այն սուտը, որ կհայտնի ձեզ Սուրբ Հոգին, եւ փոխարենը վերցնել, ընդունել, համաձայնվել ողջ աստվածային ճշմարտությանը։ Չորրորդը՝ ամեն օր ուրախանալ, չնայել ֆիզիկական աչքերով այն ամենին, թե ինչ կկատարվի ձեր կյանքում, այլ հոգևոր աչքերով, նայել ամեն ինչին հոգու աչքերով եւ ուրախանալ, ինչքան է դժվար, ինչքան է ցավոտ լինի ձեր համար, ուրախանալ եւ ուրախանալ։ Դրա մասին նույնպես Աստված ասում է։ 5. Անմիջապես կիրառել այն հայտնությունները, որոնք Սուրբ Հոգին ձեզ կտա ամեն օր։ Վերցրեցիք, կիրառեք այսօր, հիմա, հենց հիմա, ոչ թե հետո, ոչ թե վաղը։ Տվեց հայտնություն Աստված։ Խոսեք, մտածեք, աղոթեք, կիրառեք այդ ամենը հենց հիմա։ Եվ վերջինը՝ հարատևել աստվածավախության մեջ, անել ամեն ինչ սիրով, ոչ թե վախով։ Աստվածավախությունը դա վախ չէ, աստվածավախությունը դա սեր է, ցուցաբերել սեր առ Աստված։ Այս 3 տարվա անցած ճանապարհը ինձ համար սիրո ճանապարհորդություն էր, հայր եւ դուստր հաղորդակցության։ Երբ որ ես ամբողջովին ու ուրացա իմ անձը, հայտնաբերեցի իմ աստվածային մտածելակերպը, Աստված վստահեց ինձ իր զավակներին, որոնց հետ ես անցնում եմ արդեն իրենց անձը ուրանալու ճանապարհը։ Ես ինքս անցա եւ ես ինքս մյուս բոլոր իմ քույր եղբայրների հետ միասին, ինչպես որ Հիսուսը ինձ հետ անցավ, հիմա էլ ես նույնպես անցնում եմ իրենց հետ։ Դուք կարող եք մտքով եւ բերանով մի բան դավանել, բայց ձեր քայլերը ցույց կտան դրանց իրական լինելը։ Բավական է որոշում կայացնել եւ քայլ անել, ու այդ քայլերը կտան իրենց պտուղները, կամ բացասական, կամ դրական։ Այսպիսով այլևս ես չեմ ապրում, այլ ապրում է իմ մեջ Հիսուս Քրիստոսը։ Վերան չկա, վերան մեռել է։ Ուրեմն չկա վերան այլևս, այլ կա Հիսուսը ամբողջական դարձած հոր հետ, աստվածային ամբողջություն։ Ես քայլող աստվածային ամբողջություն եմ։ Ես այնքան սիրեցի իմ հորը, որ բաց թողեցի այն ամենը, ինչ իրենից չէր։ Շնորհակալ եմ բոլորին ձեր ժամանակի, ձեր սրտի, ձեր սիրո համար։ Կհանդիպենք իմ բոլոր հաջորդիվ վկայությունների, վիդեոների մեջ։ Սիրում եմ բոլորին։